Կպարևենք ցեզի եւ շատ խանդավառենք եւ շատ ուրախ ենք շարունակելու ձեր հետ հայտնության գիրքը, որ այսօր հասած ենք 5-րդ գլուխը։ Չեմ գիտեր ցեզ մե ովքեր հարցումները կգարտան կամ հարցումները կպատասխանեն, որովհետեւ ադիգայալ գիտես բաժին մնե որթուն ավելի հասկնաս, ավելի խորը երտաս եւ տեսնաս որ Աստծո խոսքը սկիզբը մինչեւ վերջ ինչպես իրար կապված է։ Կպարևեմ քեզի Պիտեր, բարի եկած ես։ Բարև ձեզ, բարև բոլոր լսողներին։ Նախքան սկսիլ գարտալը 5-րդ գլուխը արդյոք սելիք մունիս։ Ուզում եմ ասել, որ այս ինչ որ հիմա այսօր պիտի շարունակենք գարին 4-րդ գլուխեն 5-րդ գլուխը, ուզում եմ հիշեցնել, որ այս 4, 5, 6 եւ 7 գլուխները ամեն իրարու կապված են 8-րդ գլուխուն մեջն է որ կսկսի ուրիշ նոր ընթացքը։ Չմոռնանք ընդհանուր պատկերը առաջին 3 գլուխները Քրիստոս կհայտնվի իր եկեղեցիներուն եւ պատկամ գուտա, որ իրենց պատրաստ է սրբակորձման այդ ընթացքի մեջ եւ 4-րդ գլխի մեջ թուրը կբացվի երկինքը, որ հրավիրե իրենց, ուր որ հիմա մենք այս նկարները որ դրած ենք մեր յետին, այդ տարածքի մեջ իրեն հետ իր սրահները մտնան եւ իրեն ջաշակեն եւ այլն։ Մենք ալ հոն ենք այսօր եւ հիմա 4-րդ 5-րդ գլխի վրա կուզենք կենտրոնանալ։ Շատ լավ։ Գուզես սկսիմ գարտամ, արդեն իսկ սկսիմ գարտալ։ Այո, գտնանք հիմա ամենառաջ ուրեմն սկսիլ ընթերցել եւ ամիջապես մտնել այդ միտքին մեջ, միան որ սկրիները կարողանանք G-screen-ը տեսնել։ Շատ լավ։ Ուրեմն սիրելիս տունալ գնաս բանալ քո աստվածաշունչդ կամ գնաս հետևիլ սկրինեն, ինչպես որ տուն գսկաս անկիստ։ Ուրեմն գնկված քիրքը եւ կարնուգը։ Աթորին վրա նստողին աչ ցերկը քիրք մտեսա։ Ներսեն ու դուրսեն կրված եւ 7 գնիկով գնկված։ Զորավոր հրեշտակ մտեսա, որ մեծ ցայնով կգանչեր։ Ով արժանի է այդ քիրքը փանալու եւ ադոր գնիկները քագելու։ Բայց ոչ երկնքի մեջ, ոչ երկրի վրա ու ոչ երկրի դակ գտնվեցավ մեկը, որ կարող է լար այն քիրքը փանալ, ոչ ալ անոր նայել։ Ես ալ սաստիկ կուլայի, քանի որ մեկը արժանի չգտնվեցավ այն քիրքը փանալու, ոչ ալ անոր նայելու։ Ու երեսներեն մեկը ըսավ ինձի. «Միլար, ահա հութային ցեղեն եղող արյուծը, Թավիթին արմատը, հաղթեց եւ որ այն քիրքը պիտի փանա ու անոր 7 գնիկները պիտի քագե»։ Տեսա թե աթորին ու 4 գենթանիներուն մեջտեղ եւ երեսներուն մեջտեղ գայնած քարնուկ մգար, որպես թե մորթված, որ 7 եղջյուր ու 7 աչք ուներ, որոնք Աստծո 7 հոգիներն են, որ բոլոր երգիր կղրկվին։ Անիգա եկավ ու աթորին վրա նստողին աչ ցերքեն քիրքը արավ։ Հասանք 8-րդ համարը։ Երբ քիրքը արավ, 4 գենթանիներն ու 24 երեցները քարնուգին արջև ինգան եւ ամենքն ալ քնարներ ունեին ու ոսկիե խնգամաններ խունգով լեցուն, որ սուրբերուն աղոթքներն են։ Նոր երկ մգերքեին ասելով. արժանի ես տուն այդ քիրքը առնելու եւ ադոր գնիկները քագելու, վասնզի մորթվեցար ու քու արինովդ մեզ ձախու արիր Աստծո համար ամեն ցեղե ու լեզվե եւ ժողովուրդե ու ասկե եւ մեզ մեր Աստծոյին թակավորներ ու քահանաներ ըրիր, որբեսի եգրի վրա թակավորենք։ Եվ նայեցա, նաեւ շատ հրեշտակներու ցայն լսեցի, որոնք աթորին ու գենթանիներուն եւ երեցներուն բոլորդիկն էին, ու անոնց թիվն էր փյուրփյուրավոր եւ հազարավոր, որոնք մեծ ցայնով գսեին. այդ մորթված քարնուկը արժանի է զորություն ու հարստություն եւ իմաստություն ու կարողություն եւ պատիվ ու փառք եւ օրհնություն առնելու։ Բոլոր արարածները, որ երկնքի մեջ ու երկրի վրա ու երկրի տակ եւ ծովու մեջ ու ամեն ինչ որ անոնց մեջ գային, լսեցի, որ գսեին աթորին վրա նստողին եւ քարնուգին օրհնություն ու պատիվ եւ փառք ու զորություն հավիտյանս հավիտենից։ Եվ 4 կենդանիները գսեին ամեն ու երեցները ինգան ու երկրպագություններին։ Վստահ եմ, որ դու գալ միասին ըսիկ ամեն։
Ուրեմն Պիտեր մենք չորրորդ գլուխին մեջ մենք մտանք ինչպես որ սիրտ բացված դուր մգար մտանք երկինք եւ տեսանք ինչպես երկնքի մեջ բարապանություն գլա ինչպես Եփեսացիս 2:6-ի մեջ կսե անոր հետ մեզ հարուցանեց ու անոր հետ նստեցուց երկնավորներու մեջ Քրիստոս Հիսուսով նախքան ասել 5-րդ գլուխը գուզես անդրադարձում ունենալ Այո, ինչ որ մենք անցյալ անգամ 4-րդ գլուխը տեսանք, որ երկինքը բաց թուր մգար, այդ թուրի մեջ Հովհաննես այնտեղ հրավիրվեցավ, հափշտակվեցավ հոգու մեջ։ Ինքը մարմինով երկինք չքնաց, ինչպես Պողոս Արաքյալ գսե, չեմ գիտեր, մարմինի մեջ էի, հոգու մեջ էի, բայց այնքան իրական էր, որ իրեն համար կարծես ինքը հոն էր։ Հիմա մենք այդ նույն արիթը ունենք Հովհաննեսի հետ վայելել, տեսնել այնինչ, որ ինքը տեսավ եւ լսեց եւ փոխանցեց մեզ ուրեմն ասված մեզի վարակույր մը կփանավոր անորմալ այս քիրքը հայտնության քիրքն է ինչ որ ժամանակ մը փակված էր մեզի հիմա վարակույրը կփածվի որ մենք տեսնանք հոգու մեջ այդ ոլորտը որտեղ մեր մարմնավոր աչքերով անհնարին է տեսնել մենք եւ ոչ թե միայն երևակայության մենք պետք է հասնանք որ իրական այսպեսի դեղ մը կա որ Հիսուս հարություն արած է մարմինով չմոռնանք որ Հիսուս մեռած մարդը չէ որ կբաշխենք որ եւ Հիսուս մեռած չէ հիմա եւ Հիսուս եւ որ վերջին խոսքերը ասավ Եվրի վրա չհամբարձած ասավ որ բոլոր իշխանություն ինձի դրված է երկինքի մեջ եւ Եվրի վրա եւ կացեք եւ աշակերտեցեք ասա բոլոր ազգերը մգրդեցեք անուն հոր եւ որդու եւ քույն սրբո անունով սորվեցուցեք աշակերտեցեք եւ ինչ որ ցեզի բավիրեցի ես ցեզի հետ բիլամ բայց այդ իշխանությունը ինքը մինչեւ որ չհամբարձավ եւ Աստծո խորանին արչեւ չներկայացվեցավ իբրև քահանայապետ եւ իր արյունը այդ պահեն էր որ ինքը յետ վերցուց այդ իշխանությունը որ առաջին Ադամը գործունցուց սատանային ցայնը լսելով խափվելով մեղքի մեջ ինալով մեզի վերջին Ադամը ցույց կտա որ կատարեց ամփոփչացուց օրենքը ինչպես որ հայրը բահանջած էր այդ մագարտակով որ միայն ինքը գրնարնել եւ խափանեց այդ օրենքին անեծքը խափանեց օրենքը մենք այդ օրենքի անեծքի դակ չենք այլևս մենք շնորհքի դակ իր նոր բادرանը որ սիրեք քո Տեր Աստվածը բոլոր սրտով մտքով հոգով եւ էությունով այդ բادرանի եւ սիրեք քո հարևանը այդ բادرանի աստեցության տակ ենք հիմա ուրեմն մենք հիմա այդտեղ որ Հիսուս Հովհաննեսին կգանչե ինչպես որ սիր Եփեսացիս քիրքին երկրորդ գլխու 5-6 համարներու մեջ կսե որ մենք մեռած ենք արդեն Քրիստոսի հետ այսինքն սա այսինքն մենք ֆիզիկապես կենթանի ենք բայց մենք Քրիստոսի մենք պետք է հիշենք որ հավատքով մենք ախաչված ենք Քրիստոսի հետ 2000 տարիներ առաջ մեր հին մարդը մեր հին էությունը որ թեր մեղավոր է խաչված է Քրիստոսի հետ եւ հիմա մենք նոր արարածներ ենք այսօր Քրիստոս մեր մեջ Սուրբ Հոգիի միջոցով որ երկինքեն ուղարկեց մեզի կբնակի մեր մեջ եւ նոր Ադամը Քրիստոս մեր մեջ կբնակի այլևս Պետրոսը գարինը չէ ասի այլ Քրիստոս մեր մեջ եւ ինքը մեզի ոչ միայն երկրի վրա այստեղ մենք մեր կորձերը գնենք թուն Կանադայի մեկ մաս ես ուրիշ մաս բոլոր մեր լսողները դարբեր դեղեր բայց նաեւ գիշենք որ մենք Քրիստոսի հետ նստած ենք երկնայիններու մեջ իր աթորին վրա ինչպես ինքը հաղթեց եւ իր հորը աթորի վրա նստավ այս է վերջին խոսքերը որ Հիսուս խոսեցավ 7 եկեղեցիներում որ նամակները պատկանները ընթերցեցինք երրորդ գլխու 21 համարի մեջ ասավ եթե հաղթեք այսինքն ինչ հաղթենք եթե մեր եսին մեռնենք եթե մենք մեր մամոնը պաշտելեն գուրքապաշտությունեն նյութապաշտությունեն հրաժարվենք մենք կսկսենք երկնային օրերը երկրի վրա ապրել մեզի նստեցնել որ մենք արդեն այդ հաղթանակի մեջ արդեն անցած ենք այս խավար աշխարհեն թեպի իր լույսի թակավորության մեջ եւ մենք կսկսենք այդ հաղթանակի թիրքով հիշել որ մեր յետին այդ պատկերը որ գարուսին անցյալ անգամ նստած ենք աթորին վրա երկնայիններու մեջ եւ այստեղ ինչ որ դեսանք անցյալ անգամ
ուզեմ որ շուտ վերականգնենք ենք անցածառնանք չորրորդ գլուխը եւ նախ Ներողություն, այս որ պիտի ընդմիջեմ, ինչ այո դա քնձը քրագանը, երբ որ մենք մտածենք ասխոսքերն համար, որ մենք սկիզբեն արդեն մենք մերած ենք մարմինով մերած ենք, այսինքն սկիզբեն մենք միայն խորինք, որ բարձաբես կաշխարենք, մեր մեղքերուն ներողություն կխնդրենք, բայց անտին կսկսենք սրբակորձման կյանք ապրել եւ անտեղ դակավին գշարունակվի արդեն երբ որ մենք արդեն աթորի մեջ վրան կույեդեվը ստող աթորները մենք գրաված ենք, բայց մինչև որ մենք ադիգա հասկանանք եւ ըմբռնենք արտնություն գուզենք, չէ՞, Արտություն արտնություն, եւ քիդություն եւ ամեն, հայտնություն եւ այո, հայտնություն անորոմար Բողոս Արաքյալ գսե որ Եփեսացիս առաջին գլխու 17 համարի մեջ 18 այո, համարի մեջ գսե ես իմ աղոթքս ցեզի համար գսե Եփեսացիս եկեղեցին որ շատ լավ ընթացքի մեջ էին այնադեն որ Աստված ցեզի իմաստության եւ հայտնության հոգի դա այո, Եվ ինչպես բացատրեցինք մեկ անգամ սկիզբը, հայտնությունը կդարբերվի քիդությունեն։ Այսինքն դու գրնաս գիտնալ, որ Հիսուս մարդմներ, մարգարե մներ, ինչքան թակավոր էր եւ այլն, բայց մինչեւ որ Աստված չփացավ առաքյալներուն աչքերնալ, չտեսան իրեն իբրև մեսիան, իբրև աստծո գնային իրեն ինքը սովորական մարդու կնմաներով։ այո, Դու մենք մարդկային օրեն գրնալա որ քիլություն ունենանք, բայց մինչև որ վարակույրը չփածվի մեզի համար եւ մենք չտեսնանք անտին, ասիկա աստծո սուրբ հոգին կորզներ, այ նույնը եղավ Եղիսեին, այսօր խոսեցանք անոր մասին, որ մինչև որ ինքը իր ծառային համար չաղոթեց, որ հոգու աչքերը բացվին, ինքը չտեսավ այդ երկնային ոլորտը, որ ինչքան զորքեր կային, որ փանակը ավելի հզոր էր այն որ իրենց շուրջն էր, քան այդ ֆիզիկական փանակը, որ իրենց աչքին առջև կտեսնային։ այո, Եվ նույն էր հոփի ժամանակ։ Հոփը գիտեր, որ տարաբանկներու մեջ մատնվեցավ, մեկը մեկ։ Իդես իր զավակները մերան, իր արջարները, իր ոչխարները, իր ունեցածները հարստությունը ամեն գործընծուց, գործընծուց հարստություն եւ այլն, բայց ինքը չէր գիտեր, որ այդ եղած բաները երկրի վրա գազդվեին երկնային այդ ոլորտի մեջ այդ վճիրը որ գար աստծո եւ սատանայի միջև բայց մեզի համար գփացվի այդ բաները որ մենք կհասկանանք որ այս տարաբանկները որ գանցնինք մեջ են մեր երբեմն անկորձությունը երբեմն միայնագությունը մեր տարաբանկները առողջության հետ նյութականի հետ կապված ընտանեկան հարցերը եկեղեցական մարդիկ, որ կարելի մեջ չեն սիրել եւ այլ կամ կհալածվի կամ նույնիսկ մարդիրոսություն։ Այս բոլորը ունի երկնային ոլորտի մեջ աստեցական պայքարը փախումը որ գա ասո եւ սատանայի եւ չար հրեշտակների միջև, որ կդրսևորվի երկրի վրա։ Եվ մենք այս բոլորի մեջ մենք հոփեն ավելի քիդուն ենք եւ եթե հայտնություն ունենք կհասկանանք, որ ասիկա Աստված չէ նոր, շատ անգամ Աստծո կվերակրեն այս չարբար։ Այս ինչ տեսակ Աստված է, որ ես իրեն այսքան կսիրեմ, իրեն այսքան կծառայեմ եւ այս տարաբանկներու մեջ են ես կանցնում։ Իմ կյանքից մեջ ես շատ հիվանդություններ ունեցած եմ, ամեն ինչ չեմ ուզել տվել, բայց այդ նույնիսկ ծառայած ժամանակս այս հարցակումները գլարի մարած։ Կամ մարդիկ ուր գրնալալ որ թշնամանային կամ ընտանեկան հարցեր գլար եւ այլն։ Ասոնք մենք պետք չէ որ դեսնանք անձերը եւ անհատները, այլ անհատների յետին այդ չար ուժերը, որ երբեմն այդ ոգևոր մարդկանց հարցակումները վերածվում։ Շատ է դակակարական շնորհակալ եմ եւ խորին որ ձեր շատերուն հարցումները այս ծևով կպատասխանենք այո եւ կուզես անցնել քուգին սիր PowerPoint-ով պիտի ցցնես այո ուրեմն դկարի խոսքին անցնենք բաժնումը Եվ այստեղ հիշեցնեմ, որ ինչ կկատարվի, որ այս նկարը մենք արդեն նայեցանք մեկ անգամ, որ այստեղ անուտ, որ անգլերեն չեն գիտերսում, այստեղ գրված է աղոթք, այստեղ գրված է դիվային ամրոցներ, այս բոլոր այս սպիտակ կետերը, այսինքն ոլորտներ են, այսինքն երգիրն է եւ առաջին երգինքն է, որ մենք կփնագինք, դիեզերքը եւ երկրի վրայի այս ամբերը եւ այլն եւ
եւ աստղերը եւ այլն, այս բոլորը առաջին երկինքը կգոչվի։ Երկրորդ երկինքը Աստվածաշունչի մեջ հիշված է իբրև դիվային եւ հոգեվոր այդ հրեշտակների ոլորտը, որտեղ բայկարներ կան հիմա մեր շուրջը։ Ինչպես հիշեցինք անցյալ անգամ, որ եւ որ Դանիել գաղութեր բարսիկների իշխանը արգելք եղավ, որ պատասխանը հասնի։ Հիմա Դանիելը երևակայ այստեղ էր բանի մեջ, Բաբելոնի մեջ, եւ ինքը գաղութեր, եւ այս աղոթած ժամանակը այս ոլորտին մեջ այդ Բասկաստանի իշխանը արգելք կլար, որ Աստծո հրեշտակը պատկամ բերե եւ բացատրե այդ երազները, դեսիքները, որ Դանիել այստեղ կտեսնար։ Ուրեմն այս ոլորտը արգելք կլար պատասխանը հասնելու Դանիելին։ Բայց երբ որ մենք աղոթքով կջեղենք այդ ոլորտեն անտին կջեղենք երրորդ երկինքը, որ Քրիստոս նստած է այդ քարի վրա, ինչ որ մեր յետին այսպես նկարը լույս միան նկարագրվի, ինչու որ Աստված բատկերով չեն նկարագրել, Աստված հոգի է, անշուշտ Հիսուս այստեղ այս նույն քուխու մեջ մի տեսնանք իբրև քարնուկ, իբրև արյուծ խորհրդապատկերներ են, որ պիտի ներկայացվի, բայց այդիկա պիտի տեսնանք, որ ինչպես կապված է Հիսուսի։ Ուրեմն այս տարածքները առաջին ոլորտը, երկինքը եւ դիեզերքը, երկրորդը դիվային եւ հրեշտակներու ոլորտը, որ պատերազմ կա, պայքար կա, ամրոցներ կա, որ մենք պետք է ջերկենք անոնց նրանցին եւ հասնենք այդ աթորին երրորդ երկինքը, որտեղ Քրիստոս հաղթեց եւ նստած է։ Եվ որ մենք այդ ընթացքի մեջն ենք, այս ինչ որ հիմա կգադարենք նույնիսկ մեր խոսակցությունները, մեզի կդանի այդ ոլորտը, որ գիտնանք, որ մենք արդեն հաղթանակ եղող Աստծո թիրքեն մենք կպայքարենք եւ ոչ թե բարդված թիրքեմը կփորձենք որ հաղթել։ Մենք արդեն հաղթանակը մեզի համար դերը դարած է։ Մենք մեզի կմտնա որ մտնենք այդ հաղթանակին, ինչ հաղթանակ, որ Քրիստոս հաղթեց սատանային, դևերուն, մահվան, թժողքին եւ մեղքին։ Սո մենք բարդված չենք, մենք կրնանք սրբա կործրիլ, ինչպես ասենք, ընթացք մնե, որ Աստված մեր վրա կործե, որ որքան որ մենք հոգին մեջ կլանք եւ գեհդեվինք հոգին կործերը, հոգանակ մարմինին գոմեն դրտված մարմինին ցանկություններում յետևեն կվազենք։ Անոր համար Հիսուսը չսավ կամ Աստված չսավ խոսքի մեջ Հովանու նամակի մեջ, որ գսե դուք աշխարհի մեջն եք, բայց աշխարհեն չեք։ Այսինքն մենք աշխարհի մարդկանց հետ պիտի շփվենք, փորձությունները մեր շուրջն են, բայց մենք այդ փորձություններում մատնվելու պետք չունենք, ինչպես Հիսուս այդ սատանային գոմեն փորձվեցավ եւ չմատնվեցավ։ Ինքը հաղթանակ տարավ եւ մեզի այդ թիրքի մեջ կփերե։ Ուրեմն հարցումը նորեն եթե գրնաս մեկ հատ կրկնել, ուզեմ կետրոնանանք, որ այսինչ որ կգադարվի, որ միայն մենք ասենք քիդությունով չէ, որ մենք դերը կտեսնանք, որ Հովհաննես կտեսնա, որ այս բոլորը եւ առաջին թարին եղավ եւ վերջ, ոչ, մենք հիմա այդ ցիրքին մեջ ենք, մենք հիմա այդ բաշտոլներուն հետ կպաշտենք երկնայիններու մեջ, մենք մեր փարապանություններով եւ ոչ միայն մեր շրթունքներում փարապանությունով, այլ մենք կենթանի զոհ պետք է եղանք, մեր կյանքը պետք է որ բադարակվի, ինչպես որ երբեմն բադարակ փարը գողոքտակոծի առաքելական եկեցի մեջ, միտքը այն է, որ Քրիստոս բադարակվեցավ, իր կյանքը տվավ, մենք ալ իրեն հետ օր ներնելով մեր եսին, կենթանի զոհեր ենք, կենթանի բադարակ ենք, ամեն ծևում, մեր կործերուն մեջ, մեր երկերուն մեջ, մեր աղոտներուն մեջ, ուրեմն չենք կրնար անջադել, այսիկա հոգևոր է, այսիկա մաննավոր է, ամեն բան մեր կյանքի մեջ հոգևոր տեսանկյուն է պետք է տեսնանք, այն առումով, որ եթե Աստծո փառքը փերեգոր, ուրեմն մենք Աստծո կամքի մեջ ենք, եթե Աստծո փառք չի փերեր, որ ինչ կործալնենք է, գրնա Աստծո կամքեն դուրսալը։ Ամեն։ Ամեն։ Եվ ասբատկերը շատ հստակ բացատրություն մնե մեզի, որ ինչպես որ աղոթները կգուշանան եւ գուշանան, աղոթները կան շատ արագ կպատասխանվեն, շատ դարիներ կառնեն, բայց ասգարմիր նշանը որ կտեսնակ prayer աղոթե պիտի շարունակենք աղոթել մինչեւ որ այդ ջեղկումը լա եւ մեր հաղթանակը տեսնանք։ Ամեն։ Ամեն հետաքրքիր է, չէ՞ Գարին, որ
այստեղ այս աղոթները կբարձրանան եւ մենք հիմա 5-րդ կողմի մեջ դեսնանք որ այսպես խնգամանի կամ խնգանոցը կամ այդ փուրվարը որ երբեմն արաքելական եկեցի մեջ կօգտագործեն այդ միտքն է որ աղոթները կբարձրանան որ Աստծո առջև խունգի նման անուշահոդություն ուրեմն այդ բادرակը որ կգադարվի որ արարողությունը միտքեր ունին անոնց եդին որ այս միտքերով որ 5-րդ կողմի մեջ դեսնանք այդ խնգամանը այդ փուրվարին խորհուրդներն են աղոթները կբարձրանան գլեցվին Աստծո ամանի մեջ եւ այս երկու մյուս կարմիր նշանները եթե աճ եւ ցախում կդեսնանք այդ աղոթները որ բարձրացան եւ լրացան Աստծո ամանի մեջ հավաքվեցան ինքը այդ աղոթներուն փոխարեն կսկսի երկրի վրա ինքը ազդել պատերազմիլ մեզ համար մեր կորզնը իրեն պաշտել մեր կորզնը իրեն աղոթել այդ ոլորտը ջեղկել ու որ դևերը կան եւ հոգեվոր պատերազմ կա եւ ինքը կսկսի երկրի վրա այդ ոլորտը թույլ չի տա ինչպես որ Դանիելը գաղութեր հոս երկրի վրա հրեշտակը կարողացավ այդ աղոթներուն շնորհիվ մտնել եւ Դանիելին բերել ինչ որ պատկամը որ հայտնություն էր եւ օգտագործեց իր կյանքի մեջ այդ դեսիքները բացատրելու մեկնաբանելու եւ այլն ինքը բերավ այդ ուժը դեսն կապի մեջ են անորոշ մեր աղոթները անընդհատ հիմա որ գխոսինք կարին ես կաղոթեմ թուն կաղոթես մեր անոք որ գլսեն իրենք պետք է աղոթեն որով մեզի այնադեն արգելք չլար ուղիղ կմտնանք այդ տարածքը որ դերն դիվային աշխարհը չի գնալ մեզի խանգարել աղոթքի բան անորոշ ամենավտանգավոր բաներն մեկը քարոզչությունն ավելի խոնարհությամբ մեր ձունգի վրա կալ եւ աղոթել եւ դերը պաշտել երկերով փարապանությունով թույլ չի տալ որ մեր շրջապատի ինչ որ գտեսնանք մեր աչքերով մեզի ազդել ուրեմն անցնիկ երկրորդ նկարին նորեն որ անցյալ անգամ նշեցի այսպես մեզի նկարագրված է ընդհանուր պատկերով ուզեմ ցցնել որ խորան մգա դեր մգա որ Աստված աթորի վրա նստած այս պետք է մեզի հիշեցնե 40-ն ավելի անգամ խորան կամ աթորը հիշվի հայտնության քերքի մեջ աթոր բարը Thronos բարն է որ հունարենով հիշվի այս ամենահիմնական գետրոնն է որուն բոլոր հիմա այսքի վերջը 4-րդ գլուխին մինչև 19 գլուխը պիտի տեսնանք որ այս 4 էակները որ հոս կտեսնանք մարդու նման հորթի նման արյուծի նման արձիվի նման նորեն մյուս գլուխներում մեջ պիտի տեսնանք որ մեզի պաշտամունքի կտանի այն որ աթորին վրա նստած այս 24 աթորները կխորհրդանշեն եկեղեցին հին ուխտի նոր ուխտի հավատացյալները որը սինք անցյալ անգամ մնացորդած քիրքին 24 կողմի մեջ հիշված է այդ կխորհրդանշե Հակոբի 12 ցեղերու առաջնորդները եւ 12 առաքյալներու խորհուրդը որ հին ուխտի նոր ուխտի կառավարությունը իշխանությունը որ դրված է եկեղեցին մենք ալ Քրիստոսի հետ իշխենք իբրև քահանայության թագավորությունը ուրեմն այստեղ նստած են իբրև քահանաներու նման եւ ինչպես ասենք 24 գարքեր կային որ ամեն ժամ կաղոթեին երկեին կփարապանեին Դավիթի դաջարի մեջ հին ուխտի մեջ ադիգա գխորթանշե եկեղեցին այսօր որ անընդհատ Աստծո պաշտամունքի մեջ է եւ հետաքրքիր է անցյալ անգամ չի խոսեցանք այդ զումրուխտի նման զիաձան մկագս է որ շրջանակ է փանին շուրջ աթորին շուրջ այդ զիաձանը կան սուբկիքները որ գսե 24 երեցներ կամ որ զմրուխտի նման զիաձան գսե որ կանանչ քույնն է ասիկա միտքը այսօր ուզեմ որ ադալ հիշենք միտքը այն է որ զիաձան փարը եբրայերենով զիաձան չսեր նիզագը եւ ինչ կսեն այդ բոw հայրենով այ որ նիզագը կփրնես Նեդինա նիզագը եւ the bow փրնած բանը որ նիզագը կքաշես այո
այդ միտքս չի կարող որ բարի հիմա այդ բառն է որ գործած է ուրեմն միտքը այն է որ Աստված բادرազմող թագավորի պես պատերազմ գներ Նոյի ժամանակ ժողովրդի վրա որ չրեղեղը խրկեց եւ որ այդ ձիածանը երևցավ այդ միտքն էր որ այլևս պատերազմ չի պիտի ներ ժողովրդին թե նորեն չի պիտի գործաներ ժողովուրդը որով խոստում մտավ ուխտ մտավ Նոյի հետ որ այլևս ես փնա պիտի չգործանեմ ժողովուրդը փանով չրեղեղով բայց Սուրբ Գիրքը մեզ գսորեցնում որ Աստված նորեն Թադաստանը եւս պիտի կա վերջին Թադաստանը որ այս անգամ գրագով պիտի լինի ուրեմն հոս անոնք որ վերստին զմված են եւ ապաշխարած են այս զմրուխտի նման ձիածանը կխորհրդանշե մեզի այնինչ որ Աստված կադարյալ գլոր ուխտ մեռած է կադարյալ այսինքն գիսա գլոր չէ գես ուխտ մը չէ այլ լրիվ ուխտերած է որ այլևս միան կյանք կա անոնց համար որ իրեն կհավատան արաբել կյանք ջող կյանք լիը կյանք հավիտենական կյանք եւ այդ գանանչ քույնը գործանշե կյանք որը գիտես երբ որ քարունը գուքա ամեն բան զիլ գուտա գանանչ քույն կյանքի քույնը ուրեմն ուխտերած է մեր հետ վերստին զնված իր զավակներու հետ որ այլևս գրագի այդ գրագի գործանման աստեցության դակ չի պիտի լան անոնք որ հավատացին Քրիստոս իբրև դեր եւ փրկիչ եւ իբրև միակ միջոցը փրկության այդ երբեմն գավոր սուբկիքներու մեջ 24 երեցներ այնտեղ գիշե գլոր շրջանակ աթորիչուր եւ գան որ գիշե երկուքը որ զմրուխտի նման բան գլոր շրջանակ մգա ձիածանի նման Բայց օրինակ հայերեն աբեդարանի մեջ չի գա դիգա ձիածանը այո գա աստվածաշունչեր որ գնշե հայերենով գախում ունի ինչ փնակիր օգտագործած է եւ միտքը հետեւյալն է որ եկեղեցին այսօր այդ միջոցը գլավորուն միջոցով Աստված իր ուխտը աշխարհին կհայտնի եկեղեցին ձիածանի նման է այս խավար աշխարհի մեջ եկեղեցին գլոր շրջանակ մնե որում միջոցով կյանք կփաշխվի այս խավար աշխարհի ժողովրդին so այդ երևակայի գլոր ձիածանը ոչ ձիածանը գիսա գլոր է բայց գլոր շրջանակը որ կանանչ քույն է որ ասես աթորին վրա կշրջանցե եւ նաեւ այդ 24 երեցներուն վրա որ ասես բիմ ջարակայթի պես եկեղեցին կխորհրդանշե այդ իր ուխտը այս խավար աշխարհի մեջ եւ այս միտքը քիչ մը դժվար է հասկանալ որով բարեր չկան որ կարողանանք լրիվ այդ բարերով նկարագրել բայց այդ ծավալ երևակայի որ այսպես լույս մնե եկեղեցին կանանչ լույս մնե այս խավար աշխարհի մեջ ձիածանեն ավելի ջանքի խորհրդա նշող լույս մնե եկեղեցին որ ուխտը աստուծո կյանքի եկեղեցին միջոցով կհասնի այս երկրի վրայի ժողովրդին եւ այդ խորանին արչեւ հիմա այսօր 5-րդ գլուխը որ պիտի անցնի պիտի տեսնանք քարնուկ մգա եւ այս քարնուկը կանգնած է խորանին արչեւ եւ Հովհաննեսին ինչ կլա 5-րդ գլուխը գսկսի գսե որ մեկը տեսա որ խորանին վրա լստած է նորեն չի պատկերացնել որով Աստված պետք չէ որ պատկերացվի իբրև նկարագրված այսպես երևույթով անորմալ քարեր գործած է սարտիոն եւ հասպիս եւ այս զմրուխտը լույս փայլադագումներ որոդումներ որ պատկերը չստեղծվի այդ ասում բայց այստեղ այդ նստողը գսե երևակայ որ այդ նստողին որ այստեղ լույս կտեսնանք կետրոն այս նկարին եւ այս լույսեն գճարակայթե մեկը որ աչ ցերքի մեջ մագաղատ մտնած եւ այդ մագաղատը գնկված էր 7 գնիկներով եւ մագաղատը աչ ցերքի մեջ լալով աստծո ասել է որ շատ կարեւոր բան է ասիկա Աստված իր զորության փազուի մեջ բռնած բանը որ չի գնար փածվին ովևէ մեկին եւ գսկսի Հովհաննես լալ որ
ով գրնա ասիկապանում, ով, այս գդագի նման պամր է, բայց գդագը պանալու համար պետք է մեկը մերնի, բայց մեկը մերնին է, եթե այդ անցին գդագը, այդ անցին անունով թրված է, ով գրնա ադիգա վերցնել, եթե այդ մարդը կամ անցը հարություն չարնե, այսինքն, եթե գդագը, եթե ես օրինակ համար գդագը հրածեմ իմ անունով, բայց գդագը հրածեմ ինձի համար, այսինքն իմ անունից, ես կմերնիմ, ուրեմն մի հատ անցը, որ գրնա այդ գդագը ստանալ, ես եմ, բայց եթե մերած եմ, ինչպես կրնամ ես ստանալ այդ գդագի մեջի գդակված բաները։ Ուրեմն միակ ձևը այն է, որ ես հարություն առնեմ եւ այդ գդակը ինձի դրվի։ Ուրեմն միակ անձը, որ այս կատարեց, Հիսուս ինքն է։ Մերավ, երեք օր վերջը հարություն արավ եւ գդակը իր անունով է եւ ինքը որով հաղթեց իր արյունով, Աստված այդ ինչ որ իրեն գդակված էր, որ Ադամը առաջին գործընծուց այդ աշխարհի հեղինակությունը ունենալ, իշխանություն ունենալ, վերջին Ադամը ետ կվերցնի, Աստծո այդ սերքին։ Եվ ինքը որ պիտի փանա հիմա այդ գդակը եւ այդ գդակի մեջի խորհուրդները, որ Աստծո ծրագիրն է ապակային համար, պիտի սկսի մեզի բացահայտել, հայտնել հաջորդ գլուխներում մեջ, որ պիտի տեսնանք 6-7 մինչև 22-րդ գլուխը։ Եվ այս քարտուղը, որ գերևնա, գսե ցայմը գլսե, գսե ով գրնա ասիկա վերցնել Աստծո այդ սերքեն, եւ ցայմը գլսե երեցները մեկ իրեն գսե, որ բարձր ցայնով, այսինքն ուժեղ հրեշտակ մնե, գուզե որ շեշտը թրվի այստեղ, որ պետք է լսենք, որ միակ անձը, որ գրնա ասիկա առնել եւ փանալ գնիկները, անալ այն է, որ հութայի արմադի արյուծն է գսել։ Այսինքն 49-րդ գլուխը ծննդոց գիրքին 9-10 համարներում մեջ հիշված է, որ հութայի արմադեն պիտի կա մեկը, որ պիտի հաղթանակը դանի, որուն իշխանությունը պիտի ունենա։ Այս շարունակվեցավ այս խորհուրդը այս մարգարեության մեջ, մարգարեությունը, եւ որ Դավիթ ասա, որ Աստված ասավ Դավիթին, որ քո աթորիդ վրա մեկը պիտի նստի, որ պիտի ունենա իշխանություն հավերժության մեջ։ Ուրեմն ինքը թե Դավիթի արմադն է, որով Դավիթեն եկած է, սերունդն է, բայց արմադն է, որով իր մասին մարգարեացված էր ծննդոց գիրքի մեջ Հակոբի կողմէ, որ իր հութայի ցեղեն մեկը պիտի կար, որ ի վերջո պիտի հավերժությամբ իշխեր այս երկրի վրա եւ երկինքի մեջ։ Բայց Դավիթի որդին, Դավիթը հութայի ցեղեն էր, բայց Դավիթի որդին Սողոմոնը չէր այդ անձը, որով մերավ եւ ինչ բաներ հրա, որ պետք չէր ուներ, մեղքեր կորցեց եւ այլն, բայց Դավիթի սերունդեն, եթե սերունդապանությունը նայենք Մատթեոսի երկրորդ գլխում, առաջին գլխու եւ Ղուկասի երկրորդ գլխում մեջ, մենք կտեսնանք, որ Քրիստոսի սերունդապանությունը գտանի մինչև Դավիթ, մեկ գիրքի մեջ եւ մյուսի մեջ մինչև Ադամ, բայց երկուքն Դավիթին արմադը կփերեն։ Ուրեմն այս արյուծը այնտեղ մարգարեացված է, որ իբրև արյուծ պիտի ըլլա, այսինքն քեր իշխանություն ունեցող, հզոր, ուժեղ։ Բայց եւ որ Հովանես գլսե ասիկա, այսինքն երկրորդ անգամն է որ փամը գլսե, բայց թարնան է փոխանակ արյուծ մը տեսնալու քարտուկ մը գտեսնի։ Նույն եղավ առաջին գլխում մեջ, չէ՞։ Ցայնը լսեց, այո, օղի ցայնի նման, եւ ինքը կսպասեր, որ իրես դեսնան մեկը, բայց դարձավ դեսավ այդ ցայնին փոխարեն հզոր, այսպես մարդը, որ մարդու որդու նման էր գսի։ Ցայնը մեկ բան գլսե, ինչ որ կտեսնա ուրիշ բան։ Այս պիտի գրքնվի նորեն 7-րդ գլխում մեջ։ Այսինքն պատրաստին այս ոճը գրքնվի հայտնության գիրքի մեջ։ Ուրեմն եւ որ գթարնա գտեսնա քարտուղը, որ 7 եղջյուրներ ունի, կամ հայաստանցիները գսեն բոզեր, 7 եղջյուրներ, 7 աչքեր եւ խոցված քարտուղն է։ Ուրեմն այս քարտուղը նույնքան իշխանություն կստանա, որքան ամբորաթորի վրա նստած է։ Շատ հետաքրքիր է, այս ով է, որ վերջի տեսնանք կպաշտվի նույն չափով, որ ամբորաթորի վրա նստած։
Ուրեմն քարնուկը հասկանալու համար մենք պետք է հասկանանք, որ ասիկա պատկեր մնա։ Ասիկա փարացի օրեն չեն գարներ, որ քարնուկը պիտի պաշտվի երկինքի մեջ հավեր։ Այս քարնուկը ըստ Հովանու Ավետարանի առաջին քուխը 29 համարը եւ 36 համարը այնտեղ Հովանես Արաքյալը գրել որ Հովանես Մգրդիչը երբ որ տեսավ Հիսուսին հետեւյալ խոսքերը ասել. Ահա քարն Աստուծո որ աշխարհի մեղքերը գվերցին։ Այս միտքը ուր են եկած է 5 գդագարանում։ Ուրեմն այդ 5 գդագարանի մեջ ծննդոց քիփքին մեջ են գսկսի որ արյուն պիտի թափեր Ադամ Եվա մաշկերը առաջին զոհը Աստված գնե մաշկերը գարնե Ադամ Եվայի վրա հագցնե արյուն թափելով այդ անասունի մաշկը վերցնելով որ ծածկե Ադամ Եվայի մեղքերը հետո ադիգա գսորվի Քայեն Աբել եւ ադկի վերջը գշարնակվի Նոյը եւ որ տաբանեն դուրս գել առաջին բանը որ գնե զոհ կմատուցի այստեղ են սկսած այսքա հեթանոսական չէր այսիկա Աստուծո հրանքներ որ զոհ պիտի մատուցվեր որ ամեն ազգերը գնային ադեն զոհեր կմատուցեին բայց ճշմարիտ Աստվածը միակ ցևներ որ հաշտվեին արյունը կյանքի փոխարեն կյանք եւ այդ միտքը գահասնի նաեւ Աբրահամին Աբրահամը մի մատուցեր իր որդին Իսահակը բայց որ կտեսնանք 23-րդ քուքու մեջ խոյը պատրաստված էր Աստուծո կողմեն որ խոյը պիտի փոխարեն Իսահակի մատուցվեր եւ Իսահակի կյանքը փրկվեր խոյի կյանքը զոհվեր եւ արյունը թափվեր իշնորիվ իբրե փրկակին այս միտքը կշարունակվի այդ կիրոջը Մովսեսին Սինասարի վրա գելն է եւ այնտեղ Աստված խորանը ցույց կտա պատվիրանները գուտա բայց պատվիրանով ով գրնաբահել ոչ մեկը ուրեմն Աստված շնորհքի խորանը իրեն ցույց կտա ուրեմն նույն Աստվածն է շնորհքը գդարագարանի մեջ նույն չափ հիշված է որքան նորը մարդիկ երբեմն գսեն հինի մեջ Աստված դարձել էր ոչ նորեն շնորհքը կա բայց միջոցը այդ շնորհքը ստանալու զոհ պիտի մատուցվի եւ Աստված այս գուզեր սորվեցնել որ մեզի փերը մինչեւ այդ քարն Աստուծո որ Հիսուս ինքն էր որ մադաղ եղավ խաչին վրա եւ իր արյունը թափեց կյանքի փոխարեն կյանք մեկ անգամ ընդմիջ բոլոր ազգերու համար բոլոր մեղավորներու համար ով որ հավատա իր արյան զորություն եւ ուրեմն այդ Մովսեսի դված խորանի մեջ այդ անասունները պիտի մորթվեին եւ ի վերջո այդ Եսայի 50-րդ գլուխն որ դրված է որ հрьяաները պիտի ընթերցեին այնտեղ գսե որ Աստված գհայթայթե այդ բանը քարնուկը որում միջոցով մեր մեղքերու համար ինքը իր վերքերով պիտի վերցներ մեր մեղքերը այս բոլորը կգադարվի Քրիստոսի մեջ խաչին այդ թեփքին արյունը կթափվի գմերնի 3 օր վերջի բայց հարություն կան ուրեմն այստեղ գտեսնան քարնուկը որ գխորթանշե որ գսե այստեղ չէ խոցված քարնուկն է որ 7 բոզ կամ եղջյուրներ ունի 7 աչքեր այս 7 թիվը ասենք ամբողջության թիվն եւ եղջյուրները գխորթանշեն զորություն ուրեմն երբ որ 7 եղջյուրներ գտեսնանք այս քարնուկը թեգուց զոհված քարնուկն է նաև հաղթանակ տարած քարնուկն է մահվան վրա, մեղքի վրա, թժողքի վրա, սատանայի վրա եւ ամենահզոր քարնուկն է, որ Քրիստոս ինքն է ամեն ուժ ունեցող 7 ամբողջ ուժ ունեցող 7 աչքեր ուրեմն ամենադես ամեն բան տեսնող եւ այդ 7 աչքերը 7 հոգիներ են գսել այսինքն Սուրբ Հոգիի միջոցով ամեն բան կտեսնա երկրի վրա եւ մենք տեսանք որ այդ 7 հոգիները նաեւ 7 լամպերն են ուրեմն հոգիները գրնան դարձել ցևերով մեզի ներկայացնել ինչպես որ նոր գդագարանի մեջը Սուրբ Հոգին մեզի ներկայացվեցավ իբրև աղավնի մեկտեղ որ գիչներ Հիսուսի վրա չէ որտանանի կեդը բայց կորցարակելոց քիրքին մեջը Սուրբ Հոգին երկրորդ քուքուն մեջը գհիշվի իբրև գրագոտ լեզուները որ իջան մարդկանց վրա So դարբեր պատկերներ դարբեր նույն իմաստով նույն անսին վերապերյալ գրնան օգտագործվել Աստվածաշնչի մեջ
այստեղ կտեսնանք, որ այդ Սուրբ Հոգին նաև 7 լամպերն են, որ Խորանին արջևն են, որ մեր յետին այս նկարներին ետևը որ տեսնանք, 7 լամպեր կան, որ Խորանին արջևն է, 7 հոգիներն են դες։ Այդ 7 լամպերը նաև կխորհրդանշեն 7 եկեղեցիները։ Ուրեմն Աստծո արջև մեկ եկեղեցին Սուրբ Հոգիի միջոցով անորական չունի լսելու ինչ որ Սուրբ Հոգին գսե, այդ դերոջը այս հայտնությունը գտնվի բոլորին։ Ուրեմն մենք աստեղ Սուրբ Երրորդությունը կտեսնանք։ Հայրը որ նստած է քարին վրա լույս փայլատակումներ, որոդումներ, հասպիս եւ սարճոն քարի նման եւ անոր արչեւ քարնուկը, որ Քրիստոսն է, կայնած եւ ինքը աճ ցերքեն Աստծո գվերցնե այս մագաղաթը եւ 7 գնիկները մի բանը։ Պիտի տեսնանք անոնք 6-րդ գլխի մեջ եւ ինչ աստեցություն պիտի ունենան երկինքը եւ որ կփանա երկրի վրա աստեցություններ ունենան այդ իր բացած գդակը։ Հիմա ուրեմն երբ որ այս բաները կփանա եւ այդ ցերքը կվերցնե երկինքի մեջ 24 այդ երեցները եւ 4 էակները որ արյուծի նման, հորթի նման, մարդու նման եւ քարնուկի նման, արձիվի նման են, այնտեղ կսկսին երկրբակել, բաշտել եւ այդտեղը ունին ամաններ, որուն այս աղոթները սուրբերում կբարձրանա իրենց առջև եւ նոր երկ մգետքին գսեն։ Այս նոր երկին բարերը շատ կարեւոր է, որով 4-րդ գլխուն մեջ մենք կտեսնանք այդ երկին բարերը մեզի պատկերը կտա, որ Աստված արարիչ Աստված է, ստեղծիչ Աստվածն է, եւ որ կգարթանք այդ երկին բարերը 4-րդ գլխուն 11 համարի մեջ կսե թուն արժանի ես դեր բոլոր փառք եւ բադիվ եւ զորությունը ստանալու, քանի որ թուն ամեն բան ստեղծեցիր եւ քեզմով ստեղծվեցավ եւ քեզ համար արարիչ Աստված կտեսնանք, այն որ աթորին վրա նստած է արարեց անշուշտ եւ երկրորդ մասը փրկիչ Աստծո պատկերը կտեսնանք, որ հիմա այդ երկին բարերը նոր երկը որ գսե այդ միտքն է որ եկեղեցին երկի այսօր որ ինչ գսե թուն արժանի ես մագաղաթը վերցնելու, քանի որ թուն ներար եւ քու արյունովդ մեզի փրկեցիր ամեն ցեղե լեզուի ազգի եւ ժողովուրդը ինչ անելու որ մեզի քահանայության թակավորություն անես քու Աստծո եւ որ իշխենք քո հետ նայ ուրեմն Աստված կփրկե որ իր ժողովուրդը իր արյունով իր կյանքը տալով քարնուկը ինքը գզովի որ ամենակարևոր բանը այս հայտնության քիքի մեջ մենք պետք է հիշենք որ առաջին քուխու մեջ նա հիշեցավ առաջին քուխու 5-րդ համարի մեջ որտեղ ասա որ ինքը մեզի լվաց եւ փրկեց եւ մաքրեց իր արյունով եւ մեզի սիրեց իր սերը այստեղ մենք կտեսնանք Աստծո քարնուկի միջոցով արտահայտված այս երկինքի մեջ Աստծո սերը մենք պիտի կարողանանք տեսնել հիշելով որ Քրիստոս ինչպես զոհեց իր անձը Աստված իր անձը զոհեց խաչին վրա իր սերը փաստեց իր ցերքերը փանալով եւ կախվելով այնտեղ միջև որ ներնի արյունը այս ամենակարևոր բանն է արյունն է որ մեզի հին ուխտի մեջ կսե Ղևտացված 17-րդ գլխի մեջ 11 համարի մեջ ուրիշ ոչ մեկ ցևով միջոց չի կա որը միջոցով փամը կսրբակորձվի բացի արյունը անասուններում նոր գդարանի մեջ Եբրայեցիս քիրքին 9-րդ գլխի մեջ այնտեղ դիշը որ ոչ մեկ բան չի սրբակորձվի չի մաքրվի բացի արյունով Քրիստոսի արյունն է որ մեզ կփրկե մեր մեղքերեն կմաքրե եւ կսրբե այն ադամական մեղքը որ կա որ ասված մաշկերը անասունը զոհեց եւ հագցուց այդ անասունին մաշկերը Ադամ եւ Եվայի վրա որ ծածկվին ժամանակավոր իրենց մեղքերը հիմա Քրիստոսի արյունով ծածկված են մեր մեղքերը անցյալի ներկայի եւ ավակայի այն մեծ քինով որ Քրիստոս վճարեց խաչին վրա այսօր համար խաչյալ Քրիստոս կկարողենք այսօր համար գիշենք իր արյունը ամեն անգամ որ հաղորդություն կվերցնենք եւ իր մարմինը որ
մեզի համար զոհվեցավ, երբ որ հացը եւ քինին գուտենք եւ կխմենք, որով այս մեծ քինով էր, որ ամեն ցերը, նայեք, այս է կարևորը, միայն հայերը չեն, ամեն ցերը, այստեղ կան մեր հարևան երկիրներեն անձեր, ովևէ մեկ երկրի անհատներ, որ Քրիստոսի վստահեցան իր արյան միջոցով փրկվելու վերստին ծնված նոր արարածներ են, այս է հոգևոր Իսրայելը։ Եվ ինչ կվադայի այս երբ որ կհրճակվի այս երկը կերքեն իշխանություն կդրվի, որ երկրի վրա իրեն հետ իշխենք, ինչ որ երկնայիններու մեջ կկատարվի հաղթանակած Քրիստոս քարնուգը եւ հաղթանակած եկեղեցին վանոք որ զոհված են եւ մարտիրոսված են, իրենց հետ միասին մենք նույնացած մեգացած երկրի վրա կպայքարենք, թեր կշարունակենք այդ պայքարը իր լույսը, իր փառքը պատմելու այս խավար Սալանայի թագավորության մեջ որ կգտնվին հիմա։ Ինչ կբադայի, ամեն գսե հրեշտակները գինան, Խորանին արջև, աթորին արջև եւ այդ 4 էակները եւ փյուրք փյուրած հրեշտակներ, այնքան թիվով որ չի հաշվվիր, ուրեմն հազարած կսե, նորեն 1000 թիվը վերջում իդեսնանք պիտի կործածվի, փարացի օրեն չի մի արնենք, այսինքն մեծ թիվ մներ, փյուրք փյուրած 10,000 անգամ 10,000 գսե երբեմն սուրբ քիրքերու մեջ անկլերենով, այնքան մեծ թիվով որ չի հաշվվի։ Թիվերը շատ կարևոր են որ փարացի չառնենք, որը միայն 1000 չէ, միայն 10,000 չէ, այլ փյուրք փյուրած։ Ամենը հինան երկրպագելու։ Եվ այս երկը եւ որ գերկծվի, այս անգամ նայեցեք 12-րդ համարի մեջ 7 բաներ պիտի հիշում։ Արժանի է սկսե որ քարնուգը որ մորթվեցավ, ստանալու զորություն, հարստություն, իմաստություն, եւ ուժ, եւ բադիր, եւ փառք, եւ օրհնություն։ 7 նորեն 7 բաներ հիշված են այնտեղ։ Ուզես մի հատ կարդալ 12։ Այո, ուրեմն որոնք մեծ ցայնով գսեին, այդ մորթված քարնուգը արժանի է զորություն ու հարստություն եւ իմաստություն ու կարողություն եւ բադիվ ու փառք եւ օրհնություն առնելու։ Գիտես որ ասիկա կարդացի, ասի Տեր Հիսուսը Աստծո որդի է, ինքը ավելի պետք ունի արդյոք օրինակի համար իմաստության կամ կարողության ավելի ճիշտը որպես Աստծո որդի։ Ոչ թե մենք փամի իրեն գոդանքոր, մենք բարձաբես կսենք որ արժանի է այս բոլորին, այսինքն ինքն է որ այս բոլորը կա։ Ինքն է այսքան մեծ բան չկա, մեր գետրոնը, մեր պաշտամունքի, մեր կյանքի պիտի լա մեծարել այն որ աթորին վրա նստած է, որ հայրն է, քարնուգը որ աթորին արջև կանգնած է, որ ուրեմն հայրը որ ստեղծեց, աթորին վրան է ստեղծիչ Աստված, քարնուգը որ փրկեց մեզ իր կյանքով, իր արյունով եւ 7 այդ լամպերը որ Սուրբ Հոգին կխորհրդանշեն, այստեղ Սուրբ երրորդություն փարը չկա, բայց երրորդության խորհուրդը կա։ Այստեղ 7 ինչու 7 լամպեր, որով այդ 7 լամպերը 4-րդ գլխի մեջ որ կարդացինք, գադարյալ օրեն Սուրբ Հոգին էությունն է եւ իր հայտնությունն է մեզի հորը եւ որդուն։ Նայ Սուրբ Հոգին ավելի խոնար թիրք մը կփրնի։ Ինքը այնչափ իր անձը չէ որ ինքը կմեծարե, այլ ինքը լույսը կճարակայթե անոր որ գադարյալ լույսն է աթորին եւ քարնուգին, այսինքն ինքը կդանի պաշտամունքի մեզի պաշտելու հայր ու որդին, Սուրբ Հոգին մեզի այդ կորձը կկատարի մեր մեջ, այսօր հիմա թուն եւ ես, Սուրբ Հոգին մեր մեջ գուզե որ հայր ու որդին պաշտենք, իբրև հավասար, մեկը մյուսեն ավելի լավ, ավելի ուժեղ, ավելի բագաշ չէ, հոսե որ շատ մայս աղան թավորները եւ Եհովայի վկաները գսեն, Հիսուս հրեշտակ մը, ինքը ստեղծվեցավ Աստծո կողմէ, ինքը նույնքան չենք բաշտել, բայց որ այստեղ կտեսնա, ասիմա հաջորդ համարի մեջ, կսե 10-րդ համարի մեջ, ամեն բան երկինքի մեջ, երկրի վրա եւ երկրի դակ եւ ծովու մեջ հայրը հարավորեին եւ ամոր գսե ճիշտը աթորի վրա նստած է եւ քարնուգը եւ նույն պաշտամունքը կստան եւ այստեղ այդ Սամոս 148-ը եւ Սամոս 47-ը եւ շատ ուրիշ Սամոսներ կան, բայց
Գրնան անոնցմեն մի քանի հատ Պիտեր հարցում ունիմ, երբ որ ծովուն տակը գսե բարձապես ասենք թե խորհրդ անշական իմաստ ունի, թե ոչ ինչու համար գսե ծովուն տակը անգամ բոլոր արարածներ երկնքի մեջ երկրի վրա ու երկրի տակ եւ ծովու մեջ եւ ամեն ինչ որ անոնց մեջ կային լսեցին որ գսեին աթորին վրա նստողին ու կարնուգին օրնություն ու բադիվ եւ парք եւ զորություն Այսինքն բոլորը ստեղծագործություն է։ մեկ Եվ որ խոսքով 148-ը Սամոսը գարտանք պիտի տեսնանք այնտեղ, որ այնտեղ կկանչե, որ ամեն բան թող իրեն փակ տա, որով ստեղծագործությունը այդ նպատակով է ստեղծված։ Մենք իրեն չենք պաշտել, որով փամ մրա։ Մենք Աստծո կպաշտենք, որով ինքն է պաշտելին, ինքն է իր մեջը չկա, իր մեջ լավը չկա, ինքը արժանի է պաշտամունքի, ոչ թե որով փամ մրած է մեզ համար, այլ բարձրապես որով ով ինքը ով է իր էության համար։ Եվ հետաքրքիր է որ այսօր ամտածեցն է երկինքի մեջ, երկրի վրա, երկրի դակ, այսինքն ծովերուն մեջ այսօր հետաքրքիր է որ մարդիկ կան որ ծովուն դակն ագարվում, չէ՞, հատուկ կորձեր սաբմարինները այդ սուզանավերը որ երթանգուքան մարդիկ հիմա դիեզերքի մեջ ալ մինչև լուսին գերտան որ երկինքի մեջ ինչ կորձեր գնեն որ այսինքն Աստվածաշունչը գխորին որ ինքը ոչ թե միայն մարդու համար է այդ պաշտամունքը այլ բոլոր իր ստեղծագործությունը իրեն անասունները ամեն բան իրեն համար է ստեղծվել իր մով է ստեղծվեցան գսե Գողոսացիս գիրքը առաջին գլուխը եւ Եփեսացիս գիրքը եւ իր մե ստեղծվեցան իրեն պաշտելու բայց հետաքրքիր է որ հիմա մարդը մինչև նույնիսկ մարզ գերտը որ նայենք մինչև Քրիստոս կա որ դիեզերքները կարելի գերտանք ամեն դեղ մարդը գրնա հնարավորություն ունի այսօր Իշտ հետաքրքրական գետեր թերիր գուզես Սամոս 148 բոլոր համարները գարտամ Ես շատ հետաքրքիր մեր պաշտամունքը գլա այսօր Շատ լավ ուրեմն ալելույա այո ուրեմն ասեմ այս հատ չսկսած որ այս ինչ որ հիմա մենք գնայինք գուզեմ գնային աշխատանք տալ թող մարդիկ երթան երկրորդ մնացորդած գիրքը գարտան եւ երկրորդ մնացորդած գիրքին 20 գլուխը մինչև հաջորդ մեր հանդիպումը որը մենք պիտի խոսենք որ այս ինչ որ կկատարվի մեր փառապանությունը եւ մեր պաշտամունքը մեծ թեր կխաղա հոգեվոր բادرազմի մեջ ինչ որ մենք մեր կորզն է սիրել պաշտել սիրահարվել ասիկա գնմանի երկոցի քիրքինալ Սուլամիդը կպաշտեր Սողոմոնին բայց Սողոմոնը կպայքարեր Սուլամիդին համար նույնն է մեր Սողոմոնը մենք Սուլամիդն ենք 5 դարանի այդ երկոց քիրքը մենք հարսն ենք մեր Սողոմոնը Քրիստոսն է այսինքն մեր խաղաղության իշխանը Շոլոմո Փարեն գուկա շալոմ Փարեն խաղաղության իշխան մենք իրեն կպաշտենք ինքը մեզ համար պիտի պատերազմի մեր կորձը պաշտել երկրպագել իրեն գենթանի բادرակ դառնալ իր կորձն է մեր թշնամիներուն թեմ պայքարել ինքն է վրեժ կընտրող առնողը ոչ թե մենք մարմինի եւ արյունի թեմ չենք պայքարել կես եւ մենք պիտի խոսենք անոր մասին 6 եւ 7 գլուխներում մեջ խնդրեմ Դերը օրհները քեզի Պիտեր սկանչելի ես Սպարք Աստծո քեզի համար Ուրեմն դիեզերական գոչմը ասված փարավորելու Ալելույա օրհնեցեք դերը երկնքեն օրհնեցեք զանիկա բարձր դեղերուն մեջ օրհնեցեք զանիկա ով անոր բոլոր հրեշտակներ օրհնեցեք զանիկա ով անոր բոլոր զորքեր օրհնեցեք զանիկա ով արեքակ ու լուսին օրհնեցեք զանիկա ով բոլոր փայլուն աստղեր օրհնեցեք զանիկա ով երկինք ու երկնքեն վեր եղող ճուրերը թող դերոջը անունը օրհնեն վասնզի ինք հրամայեց ու անոնք ստեղծվեցան զանոնք հավիդյանս հավիդենից հաստատեց գանոն դրավ որը չի խափանվիր օրհնեցեք դերը երկրեն ով վիշապներ ու բոլոր անտունտներ գրակ եւ գարգուտ ցյուն ու շոքի եւ անոր խոսքը գադարող մրգալիցով լերներ ու բոլոր բլուրներ բդղադու ծառեր ու եղևիներ Քազաններ ու բոլոր անասուններ, ցողացողներ ու թևավոր թրջուններ, երկրի թագավորներ եւ բոլոր ասկեր, իշխաններ ու երկրի վրա բոլոր թադավորներ, երդասարտներ եւ գույս աղջիկներ, ձերեր ու դղակներ, բոլորը թող դերոջը անունը օրհնեն, բազմզի միայն անոր անունը
բարձր է, անոր փառքը երկրեն ու երկնքեն վեր է, անիկա բարձրացուց իր ժողովրդին եղջյուրը, իր բոլոր սուրբերուն, իրեն մոտ եղող ժողովրդին, Իսրայելի որդիներուն, օրհնությունը, ալելույա։ Հալելույա, հալելույա։ Եվ ուզեմ քաչալերել, որ այսօրվա մինչև հաջորդ հանդիպում այս սամոսները մի դամ գնաք նշել ցերկովը եւ դուք ընթերցեցեք եւ մտածեցեք այս սամոսներուն փայերը, որ օգնի ցեզի մենք ամեջը լալով բաշտելու մեր դերը ամոր աթորի վրա նստած է քարնուղը եւ սուրբ հոգին հոգիով եւ ճշմարտությունով եւ մեր աղոթները բարձրացնենք, որ անշահոտ խունգի նման, որ 141-րդ Սամոսի առաջին երկու համարներում մեջ հիշած է, մեր աղոթները խունգի նման պետք է բարձրանան եւ ոչ թե ծեսերն են որ գնենք, այլ սխալ չկա այդ բաները անելու, միայն որ հասկանանք, որ այդ թուրվարները, խունգերը բարձրապես օգնել է մեզի հասկանալու բանը, որ խորթավորում մեր աղոթները անշահոտ խունգի նման ասված չէ, սխալ բան չէ, եւ որ գնեն այդ բաները Չադեր կգարձեմ, որ բեչեն ենք, սխալ համը չեն եմ, միայն որ այդ ծեսերը չէ, որ մեզի մեր աղոտները ավելի աստեցիկ դարձնեն, այլ մեզի հիշեցնել, որ այդպես կբարձանա Աստուծո։ Ուրեմն Սամոսները, որ գուզեմ, որ ընթերցեն անոնք, որ գուզեն իրոք հոգիով եւ ճշմարտությունով բաշխել դերոջը, Սամոս 47-ն է, եւ ասում ես մի քանի հատ անգիր ըրած եմ, անգլերեն լեզվով եւ հայերեն, գուզեմ, որ թուգալ անգիրն եք, կքաչալերեն մարդահրավեր մլացեցի, որ այս սամոսները, որով շատ կեթոնական սամոսներ են պաշտամունքի, գարթակ և անգիրն եք, սորվեք և աղոթեք այս սամոսները աղոթքի թարցնել։ Ուրեմն, սամոս 47, սամոս 93, սամոս 99, սամոս 29, սամոս 104, սամոս 96, սամոս 148, որ նոր կարինը մեզ համար ընթերցեց եւ Սամոս 150-ը եւ Սամոս 8-ը Սամոս 8-ը Իրեսնար ասում ամեն կապված են այս պաշտամունքի հետ Բավական բարդականություն դվիր մեզի։ Շնորհակալ ենք շատ եւ Պարկ Աստծո իսկապես բավական գիտություն արինք թող դերը մեզի հայտնություն դա ալավելի եւ լավ որ մերին փապակն է կոնե ամենեն առաջ դերոջը փապակն է դերոջը սիրտն է որ ամենքս հասկանանք այս քիրքը եւ իրեն հոգիով եւ ճշմարտությունով բաշտենք ամեն ուրեմն ամեն Պիտեր գուզես աղոթքոմը վերջացնել ավար Սիրելի երկնավոր հայր որքան երախտաբար ենք որ հիմա ոչ միայն կարդացինք եւ լսեցինք այլ երանելի ենք որով մենք մեր սրտի մեջ կպահենք այս բաները եւ կվայելենք քեզ կճաշակենք քեզ մենք ագահապշտակվենք հոգու մեջ Հովանեսի հետ այդ երկնային երրորդ ոլորտը որտեղ դու նստած ես աթորիտ վրա եւ քու եկեղեցիդ շուրջդ կպաշտեք երկրպագի ամեն բան երկինքի մեջ երկրի վրա երկրի տակ եւ մենք կմիանանք այդ պաշտամունքի մեջ գիտնալով որ մեր աղոթները անշահոտ խունգի նման քո արչեւդ կբարձրանան գիտենք որ մեր խնդրվածները համարցագորեն գրնանք մտնել քո խորանը քո շնորհքի խորանը խնդրելու այն բաները որ պետք ունենք ինչպես Եփրայցիս 4 գլուխու 12 համարը գսե ուզենք որտեղ խնդրենք մեր շրջապատի մարդկանց համար որ անոնք որ փրկված չեն կանչես իրենց թեպի քեզ իրենց անունները քրես կենաց քիթքիթ մեջ անոնք որ հիվանդ են բժշկություն շնորհես անոնք որ անկորձ են կարողանան իրենց օրվա հացը վաստակել իրենց ճատկի քրտինքով անոնք որ դեր դարբեր հալածանքների մեջ են կամ նույնիսկ մարդիրոսվելու մեջ են ինչպես Նիգերիա եւ դարբեր երկիրներ որ շատ մեծ հալածանք կա մեր եղբայրքույրերում դեր միջամտե ողորմե օգնե որ հաստատ եւ հավատարիմ մնան մենք հիմա երկրի վրա գաղութենք որ այնինչ պաշտամունք որ երկինքը գլա դրսևորվի եւ մատնավորվի մեր շրջապատի մեջ մեր միջոցով սկսելով իմ սրտես օրհնեք այդ բոլոր լսողները եւ իրենց հատեր շնորհե որ կարողանան արտացոլալ այդ պաշտամունքը իրենց կյանքի միջոցով իբրև կենթանի պատարակ Հիսուսի սուրբ եւ բավականանով օրհնեք այնին օրհնե իր ընտանիքը եւ բոլորիս հաստատ մնալու շնորհքը տուր հայր որդի եւ սուրբ ոգի հալելույա ամեն ամեն շնորհակալ եմ Պիտեր կալ շաբաթ մենք պիտի առնենք 6-րդ գլուխը գնիկները
բավական պատասխանատու գլուխ մնե, քիչ մը սիրծավ պիտի ալա, բայց it's okay, դերը բարի է եւ դերը հավատարիմ է եւ այսօր սորվեցանք որ մեր աղոթները անպայման պիտի ճեղքեն երրորդ երկինքը։ Շնորհակալ եմ Պիտեր եւ կտեսնվենք գալ շաբաթ։